Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Եվ այսպես Բաբելոնի իշխանների դեսպանների մոտ, ուր ուղարկել էին նրա մոտ այն նշանի համար հարցնելու, որ երկրի մեջ եղել էր, Աստված նրան թողեց, նրան փորձելու համար, որ նրա սրտինը բոլորն իմանան, երկրորդ մնացորդաց 32-31։ Եզեկիան ներքուստ այնքան էր գոռոզացել ու հպարտացել Աստծո բարեհաճությունից, որ ինքնահավանությունը ներս էր սողոսկել և Աստծո շնորհքն իր տեղը զիջել էր մարմնավոր ապահովությանը։ Հարկ է նշել, որ եթե Աստծո շնորհքը թողնում է անգամ լավագույն քրիստոնյային, ապա նրա սրտում բավականաչափ մեղք կա, որպեսզի նրան ամենավերջին հանցագործը դարձնի։ Եթե դուք ինքներդ ձեր հույսին թողնվեք, ապա դուք, որ ամենաշատն եք վառվում Քրիստոսի համար, Լավոդիկեի պես կպաղեք և գաղջ վիճակի մեջ կհայտնվեք։ Դուք, որ հաստատ եք հավատքի մեջ, ամբողջությամբ սպիտակ կդառնաք, վարակվելով սուտ վարդապետության բորոտությունով։ Դուք, որ հիմա Տիրոջ առաջ կատարելությամբ և անարատությամբ եք քայլում, չար կրքերով հարբած, այս ու այն կողմ կտարուբերվեք։ Լուսնի պես մենք էլ ենք պարտքով վերցնում մեր լույսը։ Որքան էլ պայծառ լինենք, երբ շնորհքը շողշողում է մեզ վրա, միևնույն է, ինքներս մեզանով մենք լիովին խավար ենք, երբ արդարության արեգակը հեռանում է մեզանից։ Այնպես որ եկեք աղաղակենք Աստծուն, որ երբեք չհեռանա մեզանից։ Տեր, քո Սուրբ Հոգին մի վերցրու մեզանից, մի զրկիր մեզ քո կենդանարար շնորհքից, միթե դու չես ասել, ես Տերս եմ նրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ նրան, որպեսզի նրան ոչ ոք չվնասի, գիշեր և ցերեկ ես նրան պահպանում եմ։ Եսայի 27:3։ Տեր, պահիր մեզ ամենուր, պահիր մեզ հովտում, որպեսզի չտրտնջանք քո խոնարհեցնող ձեռքի դեմ, պահիր մեզ նաև լեռան վրա, որպեսզի գլխապտույտ չունենանք բարձրությունից, պահիր մեզ երիտասարդության մեջ, երբ մեր կրքերն անսանձ են, պահիր մեզ ծերության հասակում, երբ մեր սնապարծ իմաստությամբ կարող ենք ավելի մեծ հիմարություն թույլ տալ, քան թեթևամիտ երիտասարդները, պահիր մեզ նաև, երբ մահն արդեն մոտ է, որպեսզի վերջին պահին չուրանանք քեզ, պահիր մեզ ապրելիս, պահիր մեզ մեռնելիս, պահիր աշխատելիս, պահիր չարչարվելիս, պահիր կռվելիս, պահիր հանգստանալիս, պահիր մեզ ամենուր, քանզի ամեն տեղ մենք քո կարիքն ունենք, ով Աստված։